Եվ այսպես Նիկոլ Փաշինյանի միջանցքային դիվանագիտությունը խնդիրներ է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար, խաղում է մեր անվտանգության հետ հարգելի հեռուստադիտողներ, հիմա մի վատ բան պետք է անենք, մենք պետք է մտովի վերադառնանք 2020 թվականի աշուն, 44 օրյա պատերազմ, որի շրջանակներում, որի արդյունքում մենք բազմաթիվ զոհեր ունեցանք, թե մարդկային, թե տարածքային, բայց արձանագրենք հետևյալը, 44 օրյա պատերազմի արդյունքում մենք հայերս չկորցրեցինք Արցախի Հանրապետությունը վերջնականապես։ Հայաստանի Հանրապետության ռազմավարական խորքը եւս որոշակի առումով դեռևս պահպանվում էր։ Ավելին կային պայմանավորվածություններ, ըստ որի Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց վրա պարտավորություններ էին վերցրել, երկկողմ պարտավորություններ էին վերցրել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, եւ եթե պայմանավորվածությունները կյանքի կոչվեին, ապա հայկական Արցախը կշարունակեր գոյություն ունենալ, Արցախի կարգավիճակի հարցն կթողնվեր ապագային։ Հարգելի հեռուստադիտողներ, բայց իրականությունը նաև կայանում էր նրանում, որ 44 օրյա պատերազմից հետո պայմանականորեն նոյեմբերի 10-ից սկսած կողմերը սկսեցին քայլեր ձեռնարկել, որոնք էլ վերջն արդյունքում պետք է բերեին նրան, որ մենք կորցրեցինք Արցախի Հանրապետությունը, բայց ինչ է իրականում տեղի ունեցել, ինչ պատճառով ենք մենք եկել այս հանգրվանին հասել, հարգելի հեռուստադիտողներ, տեսեք, եթե մենք հավատում ենք Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի, քաղաքական թիմի, նրան սպասարկող լրատվամիջոցների, փորձագիտական շրջանակների վարկածին առայն, որ իրենք այստեղ միտումնավոր չեն կառուցում անվտանգային այնպիսի ճարտարապետություն, որը անհրաժեշտ է թուրքական հետախուզության նախկին եւ ներկա ղեկավարներին, կրկին ասենք, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Ստիվ Ուիթքոֆը ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցությունների հարցի վերաբերյալ եւս Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը խորհրդակցություններ է ունենում Թուրքիայի նախկին եւ ներկա հատուկ ծառայությունների ղեկավարների հետ, դրա համար ենք մենք շեշտում թուրքական հատուկ հետախուզության պահը, հարգելի հեռուստադիտողներ, եթե մենք նույնիսկ հավատում ենք, որ իրենք այդ ճարտարապետությունը չեն կառուցում եւ որոշակի աշխարհաքաղաքական եւ քաղաքական գործընթացների արդյունքում մենք եկել մի իրավիճակի, երբ որ Հայաստանի տարածքների մի մասը օկուպացված է, Հայաստանի ռազմավարական խորքը ոչնչացված է, քանի որ Արցախը հանձնված է, մենք պետք է ի վերջո հասկանանք, ինչ գործընթացների արդյունքում ենք եկել հասել այս հանգրվանի։ Նոյեմբերի 10-ից հետո կրկին ասենք կողմերը սկսեցին տորպեդահարել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հատկապես հայկական կողմը տորպեդահարում էր 9-րդ կետը նոյեմբերի 9-ի հայտարարության կետ, որում նշված էր հետևյալը, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին տրամադրի անխոչնդոտ կապ Ադրբեջանի արևմտյան տարածքների եւ Նախիջևանի միջև, ինչպես նաեւ նշել էր, որ երթևեկության անվտանգությունը պետք է ապահովի Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայության աշխատակիցները։ Նիկոլ Փաշինյանին հենց սա դուր չէր գալիս։ Նա տարբեր սուբյեկտիվ գնահատականներ էր տալիս օբյեկտիվ արձանագրած իրողությունների։ Նա ասում էր հետևյալը, որ այդ անխոչնդոտի հետ կապված պետք է որոշակի մանրամասներ հասկանալ, պարզել, ավելին նա ասում էր, ով ասեց, որ ռուս սահմանապահները պետք է հենց Հայաստանի տարածքում ապահովեն վերահսկողությունը, երթևեկության անվտանգության աշխարհի ցանկացած կետում օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները իրենք կարող են ապահովել այդ անվտանգությունը ու սա էլ տեղից չէր շարժում, կոմունիկացիաների ապաշրջափակում տեղի չէր ունենում։ Սա Նիկոլ Փաշինյանի մասով Ադրբեջանի նախագահն էլ այլ կերպ էր ընկալում իրողությունները։ Կրկին ասենք, եթե մենք այն տրամաբանությունից չենք ելնում, որ ի սկզբանե ամեն ինչ պայմանավորված էր եւ գնում էր ըստ այն պլանի, որը գծվել էր Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից։ Ինչ էր ասում Ադրբեջանը 2020-21 թվականից սկսած իրենք շրջանառության մեջ դրեցին Զանգեզուրի միջանցք, եզրույթը Զանգեզուրի միջանցք ասված է։ Մի հետաքրքիր դրվագ կար 2021 թվականի դեկտեմբերի դրվագի մասին է խոսքը, որը շատերը թերևս մոռացել են։ Դեկտեմբերին պետք է 21 թվականի տեղի ունենար Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի եւ Արցախի դահիճներից Շարլ Միշելի հերթական հանդիպումը Բրյուսելում եւ այդ հանդիպումից առաջ Ալիևը հանդիպում է Յենս Ստոլտենբերգի հետ, ով ղեկավարում էր ՆԱՏՕ-ն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էր, եւ խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, ասում է, որ Ադրբեջանը պահանջում է Զանգեզուրի միջանցք։ Այսինքն կոմունիկացիա, որը Ադրբեջանի մի հատվածը պետք է կապի Նախիջևանի հետ, ավելի նա ասում էր հետեւյալը. այս պայդրությամբ գոյություն ունի Լաչինի միջանցք, Լաչինի միջանցքը անխափան գործում է, ավելին Լաչինի միջանցքում մաքսային կետեր չկան։ Այս նույն տրամաբանությամբ պետք է գործի նաեւ կոմունիկացիան, որը Ադրբեջանը պետք է Նախիջևանի հետ կապվի։ Նիկոլ Փաշինյանը անմիջապես այս ամեն ինչին արձագանքում է
Եվ ասում է հետևյալը, որ փաստացի է, եթե ցած կոնցեպտուալ ներկայացնենք Նիկոլ Փաշինյանի արձագանքը, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ չկա որևիցե կետ, որը խոսում է Միջանցքի մասին Հայաստանի Հանրապետության տարածքով, անհիմն են այն պնդումները, թե Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող կոմունիկացիաները պետք է նույնաբովանդակ կերպով աշխատեն, ինչպես աշխատում է Լաչինի Միջանցքը, եւ այսինքն ինչի մասն էր էլի այս դիվանագիտական փոխհրաձգությունը։ Ադրբեջանը եւ Հայաստանը տարբեր մոտեցումներ ունեին նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի վերաբերյալ, այսինքն ինչպես դա պետք է իմպլեմենտացվի։ Մենք այստեղ նույնիսկ չենք ասում, թե ով էր ճիշտ ընկալում, ով էր սխալ ընկալում։ Խնդիրը կայանում է նրանում, կար բազային սկզբունք, այդ սկզբունքի վերաբերյալ կողմերը չունեին համաձայնություն։ Իսկ ինչ ենք մենք հիմա տեսնում։ Նիկոլ Փաշինյանը արդեն, տեսեք, նա նույնիսկ ասում է 1 ամիս 21 օր մենք ունենք խաղաղություն, որը մանկահասակ երեխայի նման է, այդ 1 ամիս 21 օրը ինչի մասն է խոսքը, Վաշինգտոնյան հանդիպման մասին։ Հիշեցնենք, օգոստոսի 8-ին Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը եւ Դոնալդ Թրամփը հանդիպում են Վաշինգտոնում Օվալաձև կաբինետում, լրագրողների հետ են շփվում, մի շարք փաստաթղթեր են ստորագրվում եւ այդ փաստաթղթերում եւս խոսվում է այն մասին, որ կոմունիկացիաներ պետք է գործեն տարածաշրջանում, առանձին կա կետ, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ անխոչնդոտ կապ պետք է ստանա Հայաստանի Հանրապետության տարածքով, նույնը չկա օրինակ նրա մասին, որ մենք անխոչնդոտ կապ պետք է ստանանք Իրանի հետ, կամ մենք անխոչնդոտ կապ պետք է ստանանք Ռուսաստանի Դաշնության հետ, բայց խնդիրը կայանում է հետեւյալն, որ ադրբեջանցիները շարունակում են այդ կոմունիկացիան, որը պետք է անցնի Հայաստանի Հանրապետության տարածքով, անցալեն ուղիղ այնպես ինչպես աշխատում է ժամանակին Լաչինի Միջանցքը, բայց Նիկոլ Փաշինյանը երկրի ներսում առնվազն հասարակությանը այլ բան է ներկայացնում, ու ստացվում է հետևյալը, որ կողմերը բազային հարցի վերաբերյալ, բազային սկզբունքի վերաբերյալ, այսինքն ինչպիսի կոմունիկացիա պետք է լինի, ինչ ֆորմատով այն պետք է գործի, իրենք սրա վերաբերյալ համաձայնություն չունեն։ Այսինքն տեսեք, մենք անցանք մի ցիկլ, կորցրեցինք Արցախի հանրապետությունը, եկել ենք նոր ցիկլի առաջ ենք կանգնել եւ տեսնում ենք, որ կողմերի միջև կա բազային անհամաձայնություն։ Այդ անհամաձայնությունը դրսևորվեց նաեւ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում։ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում եւ ասում է հետեւյալը, որ ինքը բերկրանք է ապրում նրանից, որ կա խաղաղություն եւ զարմանում է, թե ինչու է Իլհամ Ալիևը խոսում այն մասին, որ Հայաստանը կապիտուլացվել է կամ օգտագործում է չհամաձայնեցված տերմին Զանգեզուրի Միջանցք։ Մենք հասկանանք, հայ վերջո խնդիրը տերմինի կիրառումն է, թե խնդիրը բովանդակային առումով միջանց տրամադրելուն է վերաբերվում եւ նա կոչ է անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ասել, թե ինչ է ինքը հասկանում Զանգեզուրի Միջանցք ասվածի տակ, հիշեցնենք այն ինչի մասն էր խոսքը, Նիկոլ Փաշինյանից առաջ ՄԱԿ-ում ելույթ էր ունենում նաև Իլհամ Ալիևը, իմիջիայլոց նկատենք, որ եւ Ալիևը եւ Նիկոլ Փաշինյանի ելույթները ՄԱԿ-ում գրեթե դատարկ դահլիճում են տեղի ունենում, սա չափազանց կարևոր արձանագրում է, որովհետեւ պարզ լինի, թե արդյոք միայն Դոնալդ Թրամփն է Հայաստանի եւ Ադրբեջանի մասին խոսելիս պատկերացնում Կամբոջան եւ Ալբանիան, ամենայն հավանականությամբ ՄԱԿ-ի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն են մոտավորապես այդ ընկալումներ ունեն մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, բայց տեսեք, Իլհամ Ալիևը կրկին օգտագործել է Զանգեզուրի Միջանցք եզրույթը, ու կրկին մենք այստեղ պետք է ասենք, եթե նույնիսկ մենք հավատում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին, որ իրենք չեն կառուցում մի ճարտարապետություն, որը թելադրված է Թուրքիայից, մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բազային հարցի վերաբերյալ կողմերը ունեն անհամաձայնություն, ավելին, տեսեք, 2020 թվականին մենք ունենք եռակողմ բանակցային ֆորմատ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան, որտեղ Ռուսաստանը միջնորդ էր, որը փորձում էր կողմերին հավասարակշռել։ 2020 թվականից առնվազն մինչև 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերը, երբ որ ադրբեջանցիները հարձակվեցին Ջերմուկի վրա, Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը ծախսեցին նրա վրա, որ դուրս մղեն Ռուսաստանը բանակցային գործընթացից։ Հիմա այդ բանակցային գործընթացը չկա, այդ միջնորդը չկա եւ մենք հիմա ունենք հետեւյալ բանակցային ֆորմատ Հայաստան ընդդեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի, այսինքն հարգելի հեռուստադիտողներ, եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց եւ սկսեցին իմպլեմենտացնել համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել օգոստոսի 8-ին, մենք արդեն 2026 թվականի ավարտին կարող ենք ստանալ աղետ, կարող ենք ստանալ պատմական մասշտաբի աղետ։ Իսկ ինչու ենք մենք խոսում պատմական մասշտաբի աղետի մասին։ Ադրբեջանի նախագահը ոչ միայն իր հրապարակային խոսույթում է օգտագործում Զանգեզուրի Միջանցք ասած, այլ նաև Ադրբեջանի ներսում քաղաքականությունը չի փոխվել։ Կիրակի օրը Ադրբեջանում տեղի ունեցան ԱՊՀ սպորտային խաղերի բացման միջոցառումը տեղի ունեցավ, որին մասնակցում էր նաև Իլհամ Ալիևը, Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան եւ ինչ ենք մենք տեսնում առնվազն սիմվոլների եւ խոսույթի առումով ադրբեջանցի պարողները 44 թիվն են սարքում։
բեմ է դուրս բերվում երկաթե բռունցքը։ Հիշում եք Ալիևը սպառնում էր Նիկոլ Փաշինյանին, սպառնում էր արցախահայերին, Ստեփանակերտից մեզ էր սպառնում։ Իրենք դա բերում են եւ ներկայացնում են սպորտային խաղերի բացմանը, ավելի նաեւ այնտեղ խոսվում է հետեւյալի մասին, որ այս ամենը մեկնաբանելիս խոսվում է թշնամու նկատմամբ հաղթանակի մասին։ Այսինքն տեսեք, խոսույթը պատերազմական է։ Հասարակության հետ տարվող աշխատանքը եւս պատերազմական է, ճիշտ է, այստեղ Հայաստանում ասում են, որ ինքը ներքին լսարանի համար է այս ամեն ինչը անում, բայց արձանագրենք հետեւյալը. Նիկոլ Փաշինյանը կրճատում է ռազմական ծախսերը, Նիկոլ Փաշինյանը չի հերքում, որ բովանդակային առումով տվել է Զանգեզուրի միջանցք, ադրբեջանցիներն էլ այս ամեն ինչին պատրաստվում են։ Ուղղակի մենք պետք է հասկանանք հետեւյալը. տեսեք, Նիկոլ Փաշինյանի 21 թվականի վերարտադրությունը, որին մեծապես նպաստեցին Ադրբեջանը եւ Թուրքիան, իր գինը ունեցավ։ Նա հանձնեց Արցախի հանրապետությունը։ Եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց 2026 թվականին, դա եւս իր գինը ունենալու է։ Բայց Արցախի հանրապետությունը արդեն հանձնված է։ Երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանը չի հանձնելու։ Իսկ հիմա մտածեք, թե նոր գինը, որը Նիկոլ Փաշինյանը վճարելու է իր վերընտրության համար, ո՞րն է լինելու, եւ արդյոք մենք կարող ենք գալ մի իրավիճակի, որ եթե 26 թվականի կեսին նա վերարտադրվի, 26 թվականի վերջին արդեն մենք ունենանք նոր պատմական մասշտաբի ողբերգություն։ Մտածեք այդ մասին։